խոսում ենք անվտանգության եւ խաղաղությունից, բայց ոչ մի առարկայական խոսք չկա այն միակ մեխանիզմից, որը երաշխավորելու է, ու դա մեր բանակն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ Լևոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ։ Ինչ պետք է անել, որ ձայնը Ապահովեք Վերջին 3 րոպե, հարգելի տիկնայք եւ պարոնայք։ Մի վարքյան, մի րոպե չեղավ, մի րոպե։ Պարոն Դրմեյան, ներողություն, մի վարքյան։ Չէ, մի րոպե, լսեք ինձ հիմա։ Պարոն Ղազարյանը ընդհանրապես չէր խոսել, դուք արդեն շատ եք խոսել։ Պարոն Բաղդասարյանը ընդհանրապես չի խոսել։ Իսկ ինչքան եք շատ Հերթականություն, պարոն Կարապետյան կխոսեք, հիմա ձեր բոլորի ժամանակից է։ Ես էլ եմ սպասում։ Արդեն երրորդ անգամ Երրորդ րոպեն վերականգնեք, խնդրեմ պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ, հիմա ես բողոքեմ։ Հարցազրույցի բանավեճի սկզբում ասեցիք, որ ով ձեռք բարձրացնի, ձայն իրավունք կտանք, տևական ժամանակա ձեռք եմ բարձրացնում։ Իրավամբ ճիշտ նկատեցիք, որ չեմ խոսել։ Ուրեմն, գիտեք, կյանքում երկու բան կա, որ չես կարող հետ բերել, մեկը առողջությունն է, մեկն էլ ժամանակը։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, վերջապես լուսավոր եք, եթե պայմանական մեկը հարց է տալիս, պատասխանը կարա 2-3 ժամ քննարկում լինի։ Հասկանալի է։ Բայց ես չեմ ավարտել։ Հակոբ Կարապետյան, դուք ժամանակն եք հիմա վատնում։ Վահան Բաբայան, Հակոբ Կարապետյան։ Շնորհակալություն, լավ է, հասավ ձայն, որտեվ նես տպավորությունն է, որ մենք այստեղ ներկա ենք գտնվում։ Խնդրում եմ, ժամանակը հիմա ըստեյության Հասկանալի է։ Իմ հարցս ուզում եմ ուղղեմ պարոն Միրզոյանին ու չեմ կարողանում ուղղել, դրա համար վերջապես երևի հնարավորություն լինի ուղղելու։ Պարոն Միրզոյան, հարցս հետևյալն է։ Դուք, այսինքն իշխանությունը ներկայացնում է, որ դուք վարում եք բալանսավորված քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Հարցս հետևյալն է. Եթե դուք վարում եք բալանսավորված արտաքին քաղաքականություն, ո՞նց է ստացվում, որ ձեր գործընկերներից մեկի հետ հարաբերությունները գնալով վատանում են, իսկ այն մյուս գործընկերների հետ փորձ եք անում լավացնել, բայց արդյունքում դեռևս ոչ մի ստորագրված բան չկա եւ այլն։ Հարցս հասկանալի է։ Այսինքն մի ուղղությամբ մենք կորցնում ենք, մի ուղղությամբ իբր պատասխանի վերջ, խնդրեմ պարոն Շնորհակալություն, Պարոն Արարատ Միրզոյանը ասում է, որ 300,000 ադրբեջանցիների գալու հետ կապված հերյուրանք է, որովհետև իրենք այդպիսի բան չեն բանակցում, հավատում եմ, ամենայն անկեղծությամբ հավատում եմ, ամենայն դեպս կարծում եմ չեք հերքի, որ Ադրբեջանի հանրային խոսույթում, լրատվամիջոցներում, փորձագիտական հանրությունում վերադարձի հարց կա, հիմա 150,000-ը, 300,000-ը, թե 15,000-ը, այդպիսի խոսույթ Ադրբեջանում կա, եւ կարծում եմ այստեղ հավաքվածներից կամ հեռուստադիտողների մոտ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ եթե Ադրբեջանի հանրային խոսույթում ինչ-որ մի բան կա, դա Ադրբեջանի նախագահի, բռնապետի կամքով է արվում եւ չի արվում առանց իր թույլտվությամբ։ Դուք դրա հետ առերեսվել եք, պարոն Միրզոյան, պատասխան, խնդրեմ, 39 վայրկյանից։ Պարոն Բաբայանի եւ պարոն Կարապետյանի հարցը։ Որ հարցը իրեն են տալիս, պարոն Դրմյան, դուք պատասխանեք խոսում եք, ձեզ չէի խանգարում, չէին ընդհատում։ Պարոն Դրմյան, դուք ամեն ինչից հետո ինչ-որ բան եք ուզում ասեք, չի լինի դա։ 10 րոպե խոսում Այո, 10 րոպե հարց են տալի, 10 րոպե խոսում է, հերիք է։ Պարոն Դրմյան, դուք երևի պատասխանեք այն հարցերին, որոնք Արարատ Միրզոյանին են։ Այո, ես ավելի լավ գիտեմ, կամ նա գիտեք, շատ լավ, հավատում եմ, բայց հարցերը իրեն են ուղղված։ Ես չեմ հասկանում, որ երկու հարց են։ Ներողություն, պարոն Միրզոյան, այո, 30 վայրկյան տվեք պարոն Միրզոյանի պատասխանը։ Չէ, երկու հարց ա, չէ՞, մի տվեք։ Բայց իմ հարցի հետ իր հարցը ինչ գործ ունի, ես եմ Դրամա եմ ասում, հերիքա թողեք պատասխանի։ Մենք չենք կարող 19 լիտր բավարարել։ Կտրեք ձենը, խնդրեմ։ Ուրեմն վերջից սկսեմ, պարոն Կարապետյան, ադրբեջանցի ները, որոնք լքել են խորհրդային Հայաստանի տարածքը խորհրդային միության գոյության վերջին տարիներին, միջազգային կառույցների համապատասխան եւ իրավասու կառույցների կողմից չեն ճանաչվել իբրև փախստականներ, ավելին ասեմ, նրանց Հայաստանի գործող այն ժամանակվա կառավարության կողմից տրվել է կամ փոխհատուցում, կամ իրանք հնարավորություն են ունեցել այս գույքը վաճառել կամ փոխանակել։ Հետևաբար այդ թեման փակ է։ Ես ուրիշ բան ասեմ, այն մարդիկ, ովքեր այսօր ստեղ, կարծեմ նաեւ դուք, եթե չեմ սխալվում, բարձրացնում են Ղարաբաղցիների վերադարձի հարց, նորից ճանապարհ են հարթում, որպեսզի մյուս կողմից հայլային կերպով առաջանա կապը ակնհայտ է հավելյալ կպարզաբան։ Տիկին Վարդանյան, կապ մի խանգարեք, ժամանակը սխլեք, հարցը կտակ կպատասխանեն ձեզ ևս։ Բաբայանի հարցին պատասխանելու համար։ Եվ կարևոր են, որովհետև Ղարաբաղցիների վերադարձի հարց բարձրացնելն ուրիշ է, նրանց վերադարձի իրավունքը ճանաչելը ուրիշ է։
Ես իմ 30 վայրկյանում պատասխանեցի։ Հիմա պարոն Բաբայանի Հիմա պարոն Բաբայանի հարցինի պատասխան, ոնց եթե կարճ մեղադրանք էր, որ մենք փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կարող եք նաև վերջին շրջանի նախորդ տարվա օրինակ, չգիտեմ, տնտեսական առևտրաշրջանառության թվերով տեսնել եւ բարձրաստիճան ուրեմն բանով երկխոսությամբ տեսնել որպես ապացույց, իսկ եթե դուք ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարց եք բարձրացնում, ապա կներեք մենք ենք փչացրել հարաբերությունները, լավ, մինչև մեզ այդ հարաբերությունները դες փայլուն էին, որ Ռուսաստան 5 միլիարդի զենք էր վաճառում Ադրբեջանին, այդ էր լավ հարաբերությունները։ Այն որ ասում են Լարսը փակվում է այս կամ այն ապրանքի համար, այդ Լարսը մինչև 20 թիվը, մինչև 2018 թվականի հեղափոխություն անընդհատ փակվել է տարբեր ապրանքների համար, հենց որ նորություն չկա հանգստացած։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն Գագիկ Հարությունյան, դուք ձեր հարցը կարող եք։ Պարոն, լսեք մի բան ասեմ, էլի։ Լսեք, իրոք։ Պարոն Բաբան, դուք դեր հարցի իրավունք ունենալու եք ձեր հերթին։ Հիմա մի վարքյան։ Մի 3 րոպեում չեք կարող խոսալ։ Չեք կարող։ Եւ եթե ամեն մեկը պահանջում է որ չէ հիմա ես դրանով միայն ժամանակա խլում։ Եկեք Պարոն Միրզյանը անդադ խոսում է, որտեվ հիմա տեսեք ոնց է ինքը խոսում։ Քանի որ բոլորը իրան են հարց տալիս։ Խոսում է ինքը։ Այսինքն 3 րոպեն հարց տալու համար է, թե դիսկուսիայի համար է։ Կարդացեք, մենք ձեզ ուղարկել ենք։ Խնդրեմ, ձեր հարցը։ Այդպեսի կանոն Դուք չկա։ ինձ դուք չտվեցիք հարց տամ։ Որտեվ հարց տալու Հարգելի մասնակիցներ, ես կարիք եմ տեսնում նորից բացատրելու։ Պարոն Բաբան, օրինակ որ դուք հարց ունեք։ Հիմա երբ որ շրջանը պտտվի, հարց տալու իրավունքը հասնելու է ձեզ։ Դուք ունենալու եք 30 վայրկյան եւ հետո 3 րոպեի ընթացքում առաջնահերթություն, որպեսզի դուք արձագանքեք։ Հիմա պարոն Հարությունյանի բոլորիդ եմ ասում, ներողություն, որ հենց ձեզ եմ ասում, պարոն Բաբան։ Հիմա պարոն Հարությունյանի հերթն է։ Պարոն Բաղդասարյան, դուք հարցի հնարավորություն ունենալու եք, ժամանակն ենք։ Հերթով բոլորը Բայց դուք ընդհատեցիք հարց էի ուզում, տայ հարցական նշանով։ Որովհետև հարցը տալու ժամանակ դուք խոսում եք կանոնակարգից։ Այ դրա համար։ Գագիկ Հարությունյան, դուք ունեք 30 վայրկյան, պարոն Հարությունյան, ձեր հարցը խնդրեմ։ Հարցը սողում եմ պարոն Վարդևանյանին։ Ուժեղ խաղաղությունը ձեր պատկերացմամբ ինչպիսին է եւ ինչպես եք կարծում սկզբում խաղաղությունը պետք երկիրը ուժեղացնելու համար, թե ինչ որ ձևով ձեր ղեկավարը բերելու է իր հետ այդ ուժեղությունը եւ խաղաղությունը ապահովելու։ Միևնույն ժամանակ ինչ եք կարծում օրենքներին հակադարձվելով, օրենքները ի սկզբանե արդեն նախընտրական փուլում, այսպես ասած, տեսնելով, որ կարելի է փոխել, վարչապետի տեխնատու առաջադրելը ինչքանով է հարգալից ժողովրդի ընտրության հետ։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալ եմ։ Վերջին հարցին նախ արձագանքեմ։ Մենք ի տարբերություն օրինակ վերջին տարիներին քաղաքացիական պայմանագրի հերթական ապօրինի կամ իրավունքի նկատմամբ նսեմացնող վարքագծին մենք հանրությանը շատ թափանցիկ եւ հստակ ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը սահմանադրության փոփոխության ազգային ժողովի կողմից եւ հենց դրա շրջանակներում արդեն Սամվել Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու մեխանիզմը։ Հետևաբար այդ տեսանկյունից նաեւ թույլ տվեք որպես սահմանադրագետ էլ ընդգծեմ, այստեղ որևէ մի իրավական խնդիր չկա, իդեպ նաեւ հենց ձեր կողքին էլ մեկ այլ բավականին հայտնի սահմանադրագետ կանգնած է։ Ինչ վերաբերում է առաջին հարցադրմանը, մենք խոսում ենք նախ եւ առաջ իրական խաղաղության մասին։ Իսկապես մենք ոչ թե խոսում ենք մի իրավիճակի մասին, որ օրինակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ստորագրում է համաձայնագիր խաղաղության մասին, հենց այդ պահին ունենալով օկուպացիա իր իսկ հայրենիքում ու դրա մասին մի բառ չասելով։ Այն մենք օրինակ պատկերացնում ենք, որ խաղաղությունը իսկապես իրական լինելու համար պետք է նաեւ երաշխավորների ինստիտուտ նախատեսված լինի։ Դրանում որևէ վատ բան չկա, ավելին, հենց իրենք ամեն օր թմբկարում են, ասում են, որ ԱՄՆ ջանքերի շնորհիվ կարողացանք ստորագրել այս փաստաթուղթը։ Բաստացումը դա էլ է երաշխավորի ինստիտուտներից մեկը, ուղղակի մենք պատկերացնում ենք նույնիսկ մեկից ավելին։ Շնորհակալություն։ 3 րոպե ընդհանուր քննարկման համար։ Ուրեմն նախ կյանքը ինձ ստիպեց համոզվել, որ այդ մագդիրները Հայաստանին եւ մնացած բառերին ընդհանրապես չեն գործում, ուժեղ Հայաստան, կարգին Հայաստան, չգիտեմ, Հայաստանը Հայաստան է եւ վերջ։ Իսկ ինչ վերաբերում է երաշխավորների ինստիտուտին, երաշխավորների մասով ասեցի իմ նախաբանում խոսքից, որ բազմիցս հիասթափվել ենք, պետք չի հիասթափություն նորից փնտրել։ Չեք կարծում, որ կարելի է այդ խաղաղությունը, թեկուզ եւ հենց այդ պահին ձեր ասած, որին համամիտ չեմ, բայց ամեն դեպքում ունեցած օկուպացիայի պարագայում, որից հետո մեր մյուս գործընկերը մատնանշում է, որ խաղաղության նախաստորագրած պայմանագրում Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի սահմանները, ինչ եք կարծում, պարտված պետության սահմանները հաղթողը ճանաչում է եւ դուք դա համարում եք, ասենք,
ինչ որ մի ասենց թույլ բան, դա մեծ ձեռք բերում է։ Դրանից հետո հարկ եմ համարում այս բոլորս միանանք մեր իշխանությանը, արգելենք խնդիրներ առաջացնելը, թերություններ ունենալը, օգնենք այդ խաղաղությունը հասնելու վերջնական Ես լսեցի ձեր արձագանքը, եկեք հետևյալը առաջարկեմ։ Հաշվի առեք, որ ես հերթագրվում եմ եւ պիտի Մի վարքան, պարոն Դրմեյան, հարգելի պարոն Դրմեյան, ես ձեզ տեսել եմ, հիմա երբ որ հարց ուղղել եմ պարոն Վարդևանյանին, պարոն Վարդևանյանը պետք է պատասխանի այդ հարցին։ Խնդրում եմ համբերություն ունեցեք, դուք պարտադիր եւ հարց կուղեք եւ կարտահայտվեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ իսկապես պետք է հանրային շատ մեծ համախմբումը տեղի ունենա եւ քաղաքացիական պայմանագիրը հեռացվի իշխանությունից։ Հեռացվի ոչ թե միայն նրա համար, որ 8 տարի ստել է, որ օրինակ ասել է Արցախում ապագա կա եւ այսօր Արցախում մեկ հայ անգամ չկա, այլ նաեւ թե իսկապես ինչպես է կարողացել նույն այս փաստաթուղթը բանակցել։ Բանակցել է այնպես, որ մինչեւ այսօր չի ստորագրվում։ Տեսեք, ինքը նախաստորագրվել է, տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նույնիսկ միմյանց նկատմամբ պահանջներ չնախատեսելու դրույթներ կան, բայց իրենք հրապարակավ ասում են սահմանադրությունը փոխեք։ Դուք աշխարհում մեկ այլ երկիր տեսել եք, որից մյուսին դիմի ասի, հենց հիմա սահմանադրությունը փոխի, թե չէ ես խաղաղության համաձայնագիր չեմ ստորագրել։ Այ հենց դրա համար է, կներեք միացյալ շարունակենք, նաև դրա համար մեր ամբողջ մտահոգությունը նա է, որ եթե սահմանադրության փոփոխության պահանջ դնում են, մի հատ էլ կարան 100,000-ավոր ադրբեջանցիների պահանջել դնեն ու նույն դեմքով ոնց այսօր ասվում է, որ դա սուտ է, վստահ եմ ժամանակ է սահմանադրության վերաբերյալ է ասվել, բայց պահանջը կա։ Հետո ես եմ։ Ուրեմն երաշխավորի մասին խոսակցությունները ես ուզում եմ մեր ընտրողներն իմանան, դրանք խոսակցություններ են Ռուսաստանին պրոցես բերելու համար։ Խաղաղության գործընթացը այսքան փորձությունների մեջով անցնելով հասավ նախաստորագրման մի բանի շնորհիվ, որ Ռուսաստանն իր արյունոտ ձեռքերը հեռու պահեց այս գործընթացից։ Սա մեկընդմիշտ պետք է հիշենք այս խոսակցությունները վտանգավոր են եւ մանիպուլյատիվ։ 3 րոպե ավելացրեք, Լիպարի Դրմեյան։ Ուրեմն ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են ԿՊ-ի խոսույթին, ով բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ ինքը ստում է։ Ուրեմն նոր հնչեց մի միթ, որ խորհրդային Հայաստանի տարածքից խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկած ադրբեջանցիներ, փոխհատուցումների ստացում եւ այլն։ Պարոն Միրզոյան, այն փաստաթղթերը երևի որ ձեզ ցույց են տվել, այն նախագծերը, որով որ նախատեսված է եղել դեռևս խորհրդային միության տարիներին հատուցումներ, մի հատ խնդրում եմ ճշտեք, հատուցումները տրամադրվել են թե չէ։ Ինչու եք հնչեցնում կարծիք մի տաղավարում, որը հետո Ադրբեջանի Հանրապետությունը միջպետական հայցերի շրջանակում դնում է Հայաստանի դիմաց, ու մենք հայտնում Ադրբեջանի ավարտել նոր, լսեք նոր։ Երկրորդը, այստեղ բացում ենք հոդված առաջինը, ասում է հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև վարչատարածքային սահմանները դարձել են պետական սահման։ Եթե վարչատարածքային սահմանը պետական սահման է դարձել, ի՞նչն եք սահմանազատում։ Եթե սահման ունեցել եք, ի՞նչն եք սահմանազատում։ Դուք տեղի եք, եք որ սոտքից մինչև Սյունիք սահման գոյություն չի ունեցել։ Հարգելի պարոն Դրմեյան, երբ ասում ենք վերջ, մյուսներին էլ թողեք ժամանակ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ կեղծ եւ մանիպուլյատիվ է այն թեզը, որ երբ որ մենք խոսում ենք երաշխավորների մասին, Ռուսաստանին միջնորդ դարձնելու կամ հետ բերելու խնդիր ունենք, բացարձակապես չկա նման բան։ Մանրամասն ասել ենք, այդ քո կարծիքն է։ Մանրամասն մենք ասել ենք, դրա տակ դուքով եւ հարգալից։ Չառանց լավի։ Ասում եմ հայեղա, որ մի հատ էլ չեմ կրկնելու։ Արագացրու։ Դա ձեր կարծիքն է եւ երկրորդը ինչի է առաջացել այս պատմությունը։ Սահմանադրության հարցում էլ էիք ասում, որ Ադրբեջանի հետ այդ հարցը չենք քննարկում։ Հետո պարզվեց, որ սահմանադրության փոփոխությունները անում ենք Ադրբեջանի պատվերով։ Հիմա ասում եք 300,000-ի հարց էլ չենք քննարկում կամ վերադարձի։ Ինձ թվում է այո, վաղուց չեք էլ քննարկում։ Ինչ ասում են, ուղղակի անում։ Հասկանալի է։ Կարպիս Փաշյան։ Փաշյանը եւ Միրզոյանը, խնդրեմ։ Անկեղծ ասած, ուժեղ Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, պարոն Վարդևանյան, որովհետև իշխանությունը բերել է մի քայքայիչ ծրագիր, պոպուլիզմով ժողովրդին գայթակղել է ու տպավորությունն է, թե մնացած ընդդիմադիրները փորձում են վենա մտնել։ Այստեղ հարց էլի առաջանում, ձեր եւ իշխանության տարբերությունը ո՞րն է, ուստեղ նաեւ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ միջանցքի կոալիցիա է ձևավորվել։
Իսկ ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին, պարոն Միրզոյանը դա ստոր հերյուրանք է համարում։ Ուրիշ իրավիճակում կարելի էր հավատալ պարոն Միրզոյանին, եթե չլիներ այն ստի պատմությունը, որ այս իշխանությունը անդադ շարունակաբար արտադրել է։ Իրանք նաև ստոր հերյուրանք էին անվանում, որ պատերազմ են բերում, ստոր հերյուրանք էին համարում, որ Արցախը հանձնելու է։ Վարդևանյանը կարող է արձագանքել։ Այնպես որ այս իշխանությանը չի կարելի հավատալ։ Եվ պարոն Միրզոյանը բայց ոնց որ իմ հետ։ Պարոն Միրզոյան հիմա հարցնչեց պարոն Վարդևանյանի արձագանքի եւ դուք խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես իհարկե գործընկերոջ մտահոգությունը չեմ կիսում, անկեղծորեն մեր պատկերացումները էապես են տարբերվում, այսինքն նույնիսկ մի հնարավորություն չկա, որ այդ իմաստով համընկնեն օրվա իշխանությունների պատկերացումները, բացառությամբ մեկ բանի, այո, մենք հավատում ենք, մենք վճռական ենք լինելու խաղաղության, իրական խաղաղության հարցում, բայց միաժամանակ նաև շնորհակալ եմ ձեր այն արձագանքի համար, երբ ասում եք, որ օրինակ ստոր կամ հերյուրանք եւ այլ նման ձևակերպումների հետ կապված ձեր գնահատականը չափազանց կարևոր է, որովհետեւ հենց այդ ձևակերպումները օգտագործվում էին այն ստերի հետ կապված, որը տարածվում էր 8 տարի։ 8 տարի։ Իրար հետ հակամարտող տերությունները չեն կարող միաժամանակ երաշխավոր դառնալ։ Պարոն Փաշյան, վերջ, հասկացա։ Պարոն Վարդևանյան, վերջ։ Վերջ, պարոն Միրզոյան, Նախ մեր խաղաղությունը, որքան էլ որ դա ձեզ դուր չգա, որքան էլ որ դուք զզվեք դրանից, վատ զգաք, չսիրեք այն, լրիվ իրական է եւ այն մարդիկ հատկապես ովքեր զինծառայող ընտանիքի անդամներ ունեն, որդիներ ունեն, այն մարդիկ ովքեր ապրում են սահմանամերձ գոտիներում, ընդհանրապես այն մարդիկ ովքեր մտահոգ են Հայաստանի անվտանգությամբ եւ զարգացմամբ, վայելում են իրական խաղաղությունը եւ արդեն քանի ամիս տարուց ավել մենք սահմանին զոհ չունենք։ Ավելին ասեմ, երկու պետությունների միջև ավելին ասեմ, ես ես քանի անգամ ասեմ, որ դուք ինձ չընդհատեք, որ դուք սովորեք այդ դասը։ Ավելին ասեմ, երկու պետությունները ուղիղ, ուրեմն առևտրային համագործակցություններ են, համագործակցություն են հիմնադրել եւ նաեւ երկրների ուրեմն միմյանց տարածքը օգտագործելով բեռների տարանցման համար, այնպես որ խաղաղությունը կա, խաղաղությունը իրական է, մարդիկ վայելում են։ Հիմա երաշխավորների մասին։ Հարգելի գործընկերներ, ես իհարկե կարամ հասկանամ, թե ինչ մոտիվացիայով են սենց որոշ կուսակցություններ, քաղաքական ուժեր երաշխավորացավ կպել, բայց մենք պատմության դասերը լավ ենք սերտել։ Չկա մի որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար։ Ամեն մի այսպես կոչված երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր աշահը։ Մենք մեր վերջին տարիների պատմությունից գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղության երաշխավորը խաղաղությունը պահելու համար խաղաղապահ ուղարկած տեղակայած պետությունը ինչպիսի վարկագիծ դրսևորեց կամ ընդհանրապես ոչինչ չդրսևորեց, երբ որ այդ զինադադարը եւ խաղաղությունը խախտվում է։ Այնպես որ միակ երաշխիքը կողմերի համար փոխշահավետությունն է։ Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Վարդան Այվազյան, պարոն Այվազյան, ձեր հարցը ներողություն, դուք կունենաք առաջնահերթություն եւ պարոն Ավագյանը վաղուց ձայնը խնդրել, հաջորդը ինքը կլինի, խնդրեմ։ Ում եք ուղում հարցը։ 30 վայրկյան էկրաններին։ Քննարկող հիմնահարցը։ Պարոն Վարդևանյան, հարգեք մնացածին, իրանք խոսում են զուգահեռ խոսում եք։ Բայց վերականգնեք։ Անպայման, վերականգնեք։ Պարոն Այվազյան։ Ուրեմն քննարկող հիմնահարցի շրջանակներում ես հարցս ուզում եմ ուղղել արտաքին գործերի նախարարին։ Ուրեմն հետեւյալը, պարոն Միրզոյան, չեմ ուզում մտնել անցյալի, չգիտեմ, այդ խոսակցությունների մեջ, պարզապես կա հետեւյալ ճշմարտությունը։ Երևույթը կառավարելու համար դու պետք է կարողանաս տալ այդ երևույթի սահմանումը։ Հիմա հարցս հետեւյալն է։ Խնդրում եմ մեր ժողովրդի համար տվեք պետական անվտանգություն եւ պետական քաղաքականություն հասկացությունները։ Հարցը ո՞րն է։ Հարցը տվեցի։ Սահմանեք ինչ բան է ըստ ձեզ պետական քաղաքականություն եւ պետական անվտանգություն։ Ինչի հարցը տվեցի, որտեղ ես քննարկման ժամանակ բոլորդ անվտանգություն եւ խաղաղություն եզրույթները լրիվ խառնել եք իրար։ Մեկ րոպե։
չգիտեք, որ հիմա եք ուզում պարզել եթերում։ Չէ, ես հիմա Մեկ րոպե պարոն Միրզոյանի ժամանակ։ Ես իմ ժամանակը տալիս եմ հարցը բարձրացնող գործընկերոջը թող ինքը պատասխանի հարցին։ Դիմությանը տվեք ձեր ժամանակը։ Ձեզ են տալիս ժամանակը, ձեր կարծիքով։ Ամեցեք, ես կդժվարանամ ասել ինչա նշանակում պետական քաղաքականություն այդպես օթում վակուումի մեջ, ինչ հարցով պետական քաղաքականություն, ինչ նկատի եք, լավ չեմ հասկանում։ Պետական քաղաքականություն Խնդրեմ, պարոն Միրզոյանի ժամանակը Սա է ձեր պատասխանը։ Շատ լավ, ես իմ տված հարցին Ինձ համար հարցը շատ հասկանալի չի, եթե անկեղծ Շատ լավ, Տիկին Վարդանյանը հասկացել է, խնդրեմ Տիկին Վարդանյան։ Հարցը չեմ հասկացել, խնդրի էությունն եմ հասկացել։ Արադ Միրզոյանը ասում է երաշխավորացավ են կպել որոշ ուժեր։ Երաշխավորացավ Նիկոլ Փաշինյանն է կպել, երբ ասում էր, որ պայմանագիրը, եթե չունենա երաշխիքներ, 12 ժամ հետո, 12 ժամ, իր հարցի մասին խոսում, թողեք հազիվ խոսում եմ, չենք թողում։ Իր հարցի մասին։ Հարցը տվեք։ Թողեք ավարտեմ։ Չէ, այս հարցի մասին մարդը հարցը տվեք։ Հիմա կավարտեմ Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր, որ պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ Ավելացնում ենք այս 3 րոպեն քննարկման համար։ Եթե երաշխավորներ չլինեն, եւ մենք բարձ բան ենք ասում։ Կլինի Ադրբեջանը չլինի մեր երաշխավոր, այլ պետություն լինի, չի եկտեց կպել։ Այ բալա, մի չեք ուզում կոնկրետ ասեք, որ երկիրն եք ուզում երաշխավորը լինի, հասկանանք ո՞ս Անպայման թե Ադրբեջանը լինի, այլ երաշխավոր չեք պատկերացնում։ Շնորհակալություն։ Ավետիս Ավագյանն սպասում է։ Պարոն Ավագյան, ներողություն պարոն Այվազյան, արձագանք ունեք։ Իհարկե, դուք ունեք առաջնահերթություն, խնդրեմ։ Եթե իմ հարցին չեք պատասխանում, ես իմ հարցի պատասխանը կարող եմ տալ։ Պետական անվտանգություն ասելով ես հասկանում եմ տվյալ պետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման ընթացքում բոլոր տեսակի սպառնալիքների կանխատեսում, կանխարգելում եւ վերացում։ Եթե մենք այս մեթոդաբանությամբ չենք մոտենում, ապա անվտանգության տակ մենք կարող ենք հասկանալ մուրալ, չգիտեմ, տարածքներ զիջել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա պետական քաղաքականության տակ մենք հասկանում ենք արտաքին եւ ներքին ոլորտներում պետության առաջնահերթությունների աստիճանակարգումը, որովհետեւ կարողանանք տարբերել մեր արժեք խնդիրներից որը մեդալ ստանալը։ Շնորհակալություն։ Հիմա հետո պարոն Ավագյանը չի խոսել, բաղուց ասել է, որ տալիս եմ նրան ձայնի իրավունք։ Բայց սպասում ես հարցի մասին։ Հետո ես եմ, խնդրեմ։ Չէ, ես բաղուց եմ ձայն խնդրել եւ ինչին պիտի արձագանքեմ։ Խանգարում եք հիմա, պարոն Ավագյանը խոսա, խնդրեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ հանրայցին, որտեղ այստեղ շատ մտահոգություններ հայտնի եղան, թե ինչու ենք մենք անցյալը փորփրում։ Պարոն Միրզոյանն էլ ասում է, որ պատմության դասերը լավ ենք սովորում։